Աղետից հետո մարդիկ տեսան մի բան, որին դժվար էր հավատալ։ 15-րդ դար։ Նիդերլանդների առափնյա հարթավայրերը կուլ գնացին Սուրբ Եղիզաբեթյան ահավոր ջրհեղեղին։ Ամբարտակները փլվեցին։ Տասնյակ բնակավայրեր անհետացան ջրի տակ։ Հազարավոր մարդիկ խեղդվեցին, իսկ հողը վերածվեց անծայրածիր թվացող ծովի։ Երբ ջուրը վերջապես նահանջեց, փրկվածները դուրս եկան թաքստոսներից, որոնելու կենդանի մնացածներին։ Եվ այդ ժամանակ նրանք նկատեցին մի բան, որ ալիքների վրա տատանվում էր պատնեշի մոտ։ Դեպի այն թիավարելով հասկացան՝ դա երեխայի օրորոց է։ Սրտաճմլիկ անհույս տեսարան։ Նրանք համոզված էին, եթե նույնիսկ դրա մեջ փոքրիկ լիներ, նա չէր կարող ողջ մնալ։ Քիչ հետո տեսան, օրորոցի վրա ինչ-որ բան խելագարի պես թռչկոտում է։ Դա կատու էր։ Մոտեցան, գոնե դժբախտ կենդանուն փրկելու, եւ այդ պահին բացվեց անհավատալին։ Օրորոցի մեջ խաղաղ քնած երեխա էր։ Նրա անկողինը գրեթե չոր էր մնացել։ Ցատկելով օրորոցի մի ծայրից մյուսը, կատուն պահել էր դրա հավասարակշռությունը, որ չշրջվի ու չխորտակվի։ Թեկուզ եւ գործելով բնազդով, փոքրիկ արարածը մարդկային կյանք էր փրկել։ Ասում են, փրկված մանկանը հետո կոչեցին Բեատրիքս, իսկ այդ վայրը անվանվեց Քինդերդամ։ Մանկական ամբարտակ։ Դարեր անց այս լեգենդը անմահացրեց պատմական նկարիչ Լաուրենս Ալմա Թադեման իր ջրհեղեղը Բիզբոսում 1421 կտավում։